Եթե ազգային ժողովն ընդունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ապա պետական համակարգում աշխատողներին նույնպես զուտ տարիքի պատճառով աշխատանքից ազատելու իրավունք չի լինի։ Առաջարկում է մի շարք օրենքներից հանրային կարգավորումը, որը վերաբերում է նրան, որ եթե աշխատողը դառնում է 65 տարեկան, դրանից հետո չի կարող այլևս պաշտոնավարել։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություն արվել էր դեռ 2023 թվականին, բայց ըստ էության վերաբերում էր միայն մասնավոր ոլորտին, իսկ քաղծառայողների, հանրային ու համայնքային ծառայողների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, օրինակ դպրոցների տնօրենների դեպքում շարունակում էին գործել ոլորտային օրենսդրության սահմանափակումները, ըստ որոնց 65 տարին լրացած անձինք կարող են պաշտոնավարել լավագույն դեպքում ևս 1 տարի։ Անդրադառնալով հարցին, թե ինչն էր խոչընդոտում, որ պետական համակարգի աշխատողներին վերաբերող սահմանափակումը ևս վերացվեր մասնավորի հետ միաժամանակ, նախարարության պաշտոնյան նշեց. Խոչընդոտ չէր, ուղղակի փոփոխությունները, ինչպես ասում են, իրականացվում են աստիճանական եւ հերթականությամբ եւ խնդիրը դրված չէր, որ անպայման միաժամանակ պետք է իրականացվի։ Իրականացրեցինք աշխատանքային օրենսգրքում փոփոխությունը եւ արդեն եկավ, ինչպես ասում են, ժամանակը նաեւ այլ օրենքներում դիտարկումներ կատարելու եւ մշակելու նոր նախագիծ։ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը առաջարկվող փոփոխությունները դրական է համարում։ Քանի որ այս պարագայում մենք արդեն իսկ 2023 թվականին համապատասխան փոփոխություն էինք ունեցել աշխատանքային օրենսգրքում, որտեղ կենսաթոշակային տարիքի հիմքով այլևս գործատուն պարզապես իրավունք չունի ազատելու աշխատողին ու նաև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքելու, այս դեպքում ստացվեց, որ քաղծառայողների նկատմամբ խտրական վերաբերմունք ձևավորվեց եւ այս փոփոխությունը պարզապես կվերացնի այդ վերաբերմունքը։ Էլեն Մանասերյանը փոփոխությունները դրական է համարում նաև այն տեսանկյունից, որ մասնավորապես քաղծառայության ոլորտում հնարավորություն կլինի ավելի երկար օգտվել փորձառու եւ հմուտ մասնագետների կարողություններից, որտեղ ի դեպ երիտասարդները ներգրավվել չեն շտապում։ Այս նախագիծը այնպես չի, որ նոր գրվեց, ինքը կար, մշակվում էր, անընդհատ մտածվում էր դրա մասին եւ ի վերջո հասավ այսօր պահը, ուղղակի այսօր ա դրվել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինչպես կաշխատի, ժամանակը ցույց կտա, ինչպես ցանկացած իրավական ակտ։ Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման փուլում է։ Սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի կեսին, ինչից հետո պետական համակարգում նույնպես կենսաթոշակի տարիքի մարդկանց էլ իրավունք կլինի աշխատանքից ազատել միայն օրենսդրական այլ հիմքերով, ինչպես օրինակ դա կարող է արվել 30, 40 կամ 50 տարեկանների դեպքում։ Աննա Զախարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։